Փառք Տիրոջը, Ժողովուրդ ջան, փառք մեր Հիսուսին։ Գիտեք, տարիներով կարդալ Աստծո խոսք, տարիներով ապրել Աստծո հետ, ճանաչել Քրիստոսին, գիտեք, ես միշտ հիանում եւ զարմանում եւ նաեւ ուրախանում եմ, գիտեք ինչի վրա, Աստծո խոսքի պարզության վրա։ Երբ որ մենք շատ անգամ փորձում ենք Աստծո խոսքի տողատակերը փնտրել, Աստծո խոսքի խորություններ, լայնություններ, երկարություններ, բայց բաց ենք թողնում բուն ասելիքը, խոսքի մեջ ինչ է ուզում ասի Տերը։ Մեր մոտ կարծես թե ավելի գաղափարապես մենք աճում ենք, բայց ճանաչողության մեջ ոչ։ Հիմա ոնց եք մտածում, Ժողովուրդ ջան, ուզում ենք մենք ավելի ճանաչենք Տեր Հիսուսին, ավելի մոտենանք, ավելի սիրենք, ավելի խոնարհվենք Տիրոջը։ Ուրեմն Աստծո խոսքը, այո, համաձայն եմ, ունի շերտեր, ունի խորություններ, ես չեմ ասում չունի, բայց երբ որ դու առաջի երեսը, հա, այսպես ասած, բուն ասելիքը չես հասկացել, բայց փորձում ես դրա այդ խոսքի տողատակերը մտնես, դու իրականում կորցնում ես բուն ասելիքը, ինչ որ Աստված ուզում է խոսա մեր հետ, իմ հետ, քո հետ։ Ես այսօր ուզում եմ կարդամ Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 14 համարներից, բայց 2 համարի վրա եմ կանգնելու, Ժողովուրդ ջան։ Ուրեմն Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 14 համարից։ Ինչպես Մովսեսը անապատի մեջ օձը բարձրացրեց, այնպես էլ պետք է որ որդի մարդուն բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպեսզի աշխարհը դատե, հապա որպեսի աշխարհը փրկվի։ Ան որ կհավատա անոր չի դատապարտվեր, եւ ան որ չի հավատա, անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդի անվանը չհավատաց։ Եվ այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին։ Մինչև 19 խոսքը։ Ժողովուրդ ջան, ուրեմն երբ որ մենք նայում ենք այս խոսակցությունը Նիկոդեմոսի հետ էր խոսում Տեր Հիսուսը, ուրեմն մենք գիտենք, Աստծո խոսքը իմացող մարդկանց եմ ասում, Ժողովուրդ ջան, մենք գիտենք Նիկոդեմոսը ով էր, ասենք ինքը հրեա փարիսեցի իշխան առաջնորդ մարդ էր, հա, հոգևոր կարծես թե կրոնավոր մարդ էր այդ ժամանակների, բայց Տեր Հիսուսը այնպիսի բաներ էր խոսում Նիկոդեմոսի հետ, որ Նիկոդեմոսը չէր կարողանում հասկանալ։ Մարմնավոր ձևով էր փորձում հասկանալ։ Եվ այս շարունակության մեջ այնտեղ մի խոսքել է ասում է Նիկոդեմոս, դու հիրա վարդապետ ես, հա? Հիրա վարդապետ ես, դու այս բաները չգիտես, երբ որ խոսում էր վերստին ծնունդի մասին։ Եվ այսպես շարունակելով գալիս է 14 համարին, ուրեմն ասում է, ինչպես Մովսեսը անապատի մեջ օձը բարձրացրեց, այնպես էլ պետք է որ որդի մարդուն բարձրանա։ Հիմա ես խոսքիս ասելիքը սրա վրա եմ հիմնելու, Ժողովուրդ ջան, տեսեք, համեմատություն է տանում անապատի մեջի օձը, որը փրկություն եղավ այդ ժողովրդին, հա, եւ իր խաչը, բարձրանալ ինքը խաչը նկատի ունի, իր խաչը, որ նորից մարդկության համար փրկության պատճառ պիտի լինի։ Մի փոքր ուզում եմ անդրադառնամ այս օձի պատմությանը, Ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ Իսրայել ժողովուրդը անապատի մեջ տրտնջաց Մովսեսի դեմ, Աստծո դեմ, ասեց, «Այսուր ես հանել մեզի, հա, ոչ ջուր կա, այս հացից էլ արդեն հոգնել ենք, կարծես թե զզվել ենք, հա»։ Եվ սա Աստծո աշկին գեշ երևաց, Ժողովուրդ ջան, Աստծո համար գեշ երևաց, եւ ինչ արեց,
ասում է հրաման տվեց, որպեսի օձերը խայթեն։ Հիմա մի պահ պատկերացնենք, ես ուզում եմ այս խոսքը մի քիչ պատկերավոր ձևով հասկանանք, որովհետև ասելիքս հենց դրա վրա է հիմնված լինելու։ Պատկերացնենք 3 միլիոն ժողովուրդ այս ամբողջ Երևանի մեջ հաստատված է, ապրում է եւ օձերը խացնում են մեղքի պատճառով։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, մեղքը է։ Այս պահին տրտունջի մեղքներ, այն մյուս պահին կարա ուրիշ մեղք լինի, հա։ Պատճառը մեղքներ, որ Իսրայել ժողովուրդը կոտորվում էր անապատի մեջ։ Հիմա երբ որ եկան Մովսեսին, ասին Մովսես, մեր համար բարեխոսի, ներողություն, մեր համար բարեխոսի կոտորվում ենք, Մովսեսը եկավ Աստծու առաջ եւ Աստված ասեց մի հատ պղնձի օձ պատրաստի։ Հետաքրքիր է, ես մտածում եմ, ասում եմ, Տեր, դու կարայիր այդ նույն հրամանը տայր, ոնց որ օձերը եկել էին, այդ նույն հրամանով օձերը գնային։ Բայց եկեք տեսեք, Աստված լրիվ ուրիշ բան է անում։ Ասում եմ, մի հատ պղնձի օձ պատրաստի, վերջը բարձրացրա եւ ով որ օձը խայթելուն պես կնայի պղնձի օձին, հա, պղնձի օձին։ Ինչ կանի, կբժշկվի։ Հիմա ժողովուրդ ջան, մի անգամից էին բժշկվում այս խայթված մարդիկ, թե պրոցեդուրաներ էին անցնում, թե ասենք այդ նայելուց հետո, ներողություն եմ խնդրում, ուղղակի միտք առնելու համար եմ ասում, էլի, այդ օրերի մեջ ոչ սիստեմա կար, ոչ դեղորայք կար, հա, ասենք ինչ էին անում, դրանից հետո ինչ-որ պրոցեդուրաներ էին անցնում, մի շաբաթ սիստեմա էին ընդունում եւ այլը։ Ոնց եք մտածում, ժողովուրդ ջան, նայեն օձին, պղնձի օձին եւ ինչ էր լինում, մի անգամից թույնը ոչնչանում էր, մի անգամից այս մարդիկ սկսում էին ապրել։ Եվ այս ամեն ինչը բացատրեցի ինչի համար, որովհետեւ Տեր Հիսուսը զուգահեռ տարավ օձի եւ ներողություն, այդ պղնձի օձի եւ իրա, այսինքն երկուսի ազդեցության մեջ, հա։ Հիմա նայեք, նորից մարդիկ մեր օրերի մեջ մեղանչում են, սայթակում են, օձից խացնվում են։ Բայց ինչ կա, ժողովուրդ ջան, ինչ կա մեր օրերում, Գողգոթայի խաչ կա։ Գողգոթայի խաչի վրա թափված այրուն կա, Քավլիցի, Տեր Հիսուսը էլ Գողգոթայում չի, Գողգոթայի խաչի վրա չի, մենք գիտենք, որ հարություն առավ, համբարձվեց, հիմա հոր աջ կողմը նստած է, բայց ստեղ ինչ է ուզում Տերը, որ մեր հավատքը ուղղված լինի իրան, իր արած գործին, մենք անդամներս, երբ որ հաղորդության ենք մոտենում, եղբայրները ամեն անգամ հիշեցնում են, ինչ են հիշեցնում, քանի անգամ որ կուտեք, քանի անգամ որ խմեք, Տիրոջը մահը պատմեք մինչև ինքը գա։ Իմաստը որն է, ժողովուրդ ջան, սա հիշեցում է, սա հիշատակի համար է, անընդհատ պատմել Տեր Հիսուսի արած գործը, անընդհատ պատմել, անընդհատ մնալ այդ ներկայության մեջ, որովհետև գիտեք, մենք էլ մարդ ենք եւ ունենք չար ու խաբեբասիրտ, որ մեր ներսից կարծես թե ամեն անգամ ուզում ապստամբելով, ամեն անգամ ուզում անհավատության մեզ, այդ չար արմատ անհավատության մեր մեջից բարձրացնելով եւ մեզի թողի անհավատության մեջ, բայց ամեն անգամ հիշելով, ամեն անգամ հիշատակի տոն անելով, մենք հիշում ենք Տիրոջ արած գործը, հիշում ենք խաչի վրայի տառապանքը, այրունն ենք հիշում, եւ սա ինչ է անում, հա, ինչ է անում, սա մեզ թողություն է տալիս, սա մեզ մաքրում է, հիմա կասեք, բա, էսա ներքևում որ կարդամ, որպեսի ամեն նոր անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Ամբողջ ասելիքը կառուցում է հավատալու վրա, ժողովուրդ ջան, հավատալու վրա։ Վասնզի Աստված իր որդին չղրկեց աշխարհ, որպեսի աշխարհը դատե, հապա որպեսի աշխարհը անով փրկվի։ Ան որ կհավատա անոր, չի դատապարտվի
եւ ան որ չի հավատա, անիկա արդեն դատապարտված է։ Ժողովուրդ ջան, Աստված մի հատ գործ արե, մինչև այսօր մարդիկ չեն կարում հասկանան, մարդիկ չեն կարում հավատալ եւ իրանց համար սա գայթակղություն է։ Որտեղ մտածում են չի կարա այսքան պարզ լինի, չի կարա այսքան մատչելի լինի, որտեղ մեր գործը Աստծո հետ է, այս տիեզերքի արարիչ Աստվածը չի կարա այսքան պարզ, այսքան մատչելի բան արած լինի։ Եվ մարդիկ կարծես թե այս պարզությունը, այս հավատքը թողնելով փորձում են ուրիշ բաների մեջ խորանալ, Աստծուն ուրիշ բաների մեջ փնտրեն, բայց Աստված այնքան պարզ բան արե ժողովուրդ ջան, այնքան պարզ է խոսում։ Գիտեք ինչքան պարզ է խոսում, որ ասում է մինչև երեխայի պես չլինես, չես կարա, իմ խոսքերով ասեմ, չես կարա հասկանաս։ Երեխան ինչ տեսակ է ժողովուրդ ջան, պարզ, միամիտ, անկեղծ, չի ասում ֆիզիկապես փոճուր երեխա։ Ուղղակի ասում է ներողություն, մինչև պարզ չլինես, մինչև երեխայի պես, այսինքն այդքան պարզ է խոսում Աստված։ Հա, այդքան պարզ է խոսում, որ մենք փորձում ենք շատ անգամ մեր գլխով, վերջապես մեր խորություններով ու լայնություններով հասկանանք։ Հիմա ինչ է ասում ժողովուրդ ջան, ասում է ան որ հավատա անոր պիտի չդատապարտվի եւ ան որ չհավատա անիկա արդեն դատապարտված է վասնզի Աստծո միածին անվանը չհավատաց։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, ամբողջը բերում է հավատալու վրա։ Կհավատաս, այս հավատքդ քեզի արդարություն կհամարվի, կհավատաս, այս հավատքը քեզի սրբություն կհամարվի, այս հավատքը քեզի փրկություն կհամարվի, այս հավատքը քեզի իմաստություն կհամարվի։ Հիմա կասես, բա եղբայր ջան, բա խոստովանությունը, բա վերջապես ապաշխարությունը, բա այն մնացած բաները, որ մենք պիտի մաքրվենք։ Սիրելի հոգի, սա մեր կողմն է։ Ապաշխարությունն ու խոստովանությունը մենք պիտի ապաշխարենք, խոստովանենք, բայց Աստծո կողմը որն է, հավատքի հիմքի վրա արդարացնելը։ Երբ որ դու արդարացված ես լինում, երբ որ դու այս հայտնությունը ստանում ես, որ Աստված երկնքից քեզի քո հավատքի հիմքի վրա ճանաչում է որպես արդարացված, որպես սրբացած, հա, որպես փրկված։ Ես իմ փորձից եմ ասում, ժողովուրդ ջան, էլ ուղղակի ես չեմ կարա անօրենության ձեռքս երկարացնեմ։ Ես էլ չեմ կարա ոտքերս չար ճանապարհների մեջ տանեմ։ Գիտեք, այս ճանաչողության, այս հայտնության մեջ է, որ ամբողջ դժոխքը սարսափում է։ Ամբողջ դիվական աշխարհը իմ կրոնավոր ապրելուց չի սարսափում, հա, տենց ես հավատում, տենց ես հասկանում, գնա ապրի, բայց նա սարսափում է, որ դու ճշմարտությունը կիմանաս, որովհետև ճշմարտությունը քեզ ազատ կանի, երբ որ դու ազատ մարդ լինես, երբ որ դու սպառազինված մարդ լինես, դու արդեն դժոխքի վրա կխոսաս, արդեն ամբողջ դիվական աշխարհի վրա կխոսաս եւ նրա ոտու ձեռը կջարդես, նրա ողնաշարը կջարդես։ Հասկանալի է ժողովուրդ ջան, այս սա է սպառազինությունը, երբ որ մարդը ճանաչում է ճշմարտությունը եւ ճշմարտությունով գոտեվորվում է։ Հիմա այս պարագայում ասում է ան որ հավատա անոր չի դատապարտվի։ Հասկանալի է, Աստված ուրեմն ոնց է մտածում մեր հանդեպ։ Աստված հավատացողներին, գիտեք, սա էլ մի հատ ուրիշ թեմա է, սրա մեջ չեմ ուզում մտնել, խորանալ, ասենք հավատալն էլ այնպես չի, ես բռնեցի ու հավատացի։ Հավատալն էլ է կանչվածություն, հավատալն էլ ասեց մինչև իմ երկնավոր հայրը չքաշի, մեկը չի կարա ինձի գա։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Հիմա դատապարտությունը, ես ուղղակի ուզում եմ այս բարի լուրը ասեմ, ժողովուրդ ջան, հավատացողներին չկա դատապարտություն, դու կունենաս տկարություն, կունենաս սայթակումներ, վրիպումներ, բայց Քրիստոսին հավատացողներին չկա գայթակղություն, Քրիստոսին հավատացողները չեն կարող ուղղակի բռնեն, հա, ու գնան ծառայեն սատանային, նրանք ընդհակառակը դառնում են Քրիստոսի բանակի զինվորներ եւ նայեք ուղղակի նորից ուզում եմ գամ բուն ասելիքիս այնքան པարզ բան անում ժողովուրդ ջան այնքան པարզ բան անում ուրեմն գործք առաքելոց
13-րդ գլուխ 38 համարից եմ կարդալու։ Ուրեմն հայտնի լինի ձեզ, մարդիկ եղբայրներ, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզի մեղքերի թողություն կքարոզվի։ Այն ամեն բաներեն, որոնց Մովսեսի օրենքով չկրցան արդարանալ, բայց ամենն ով որ Հիսուսին հավատա պիտի արդարանա։ Նույն բանն է ասում, ժողովուրդ ջան, հավատա, արդարանա, հավատա, փրկվի, հավատա, սրբանա։ Արդ զգուշացեք, նայեք ինչ է զգուշացնում։ Չլա որ ձեր վրա գա այն մարգարեության մեջ ըսվածը, հիմա ինչ է ասում, ասում է նայեք զգուշ եղեք, որ ձեր վրա չգա այս մարգարեությունը, չկատարվի այս մարգարեությունը, ժողովուրդ ջան։ Նայեցեք արհամարողներ և զարմացողներ ու ոչնչացեք, վասնզի գործ պիտի ունեմ ձեր օրերի մեջ, այնպիսի գործ, որ եթե մեկը ձեզի պատմե, պիտի չհավատաք։ Նայեք ժողովուրդ ջան, այս մարգարեությունը մեր վրա էլ է կախված, որ զգուշացեք, որ հանկարծ, այս անհավատության պատճառով, այս պարզության պատճառով, այս հավատքով, ամեն հիմքը հավատքն է, նորեն մնացածը նորից եմ ասում, ժողովուրդ ջան, ապաշխարությունը, խոստովանությունը, դարձի գալը, զղջալը, լացելը, կուրս ծեծելը, սա արդեն պիտի հավատքիցդ բխի, հասկանում եք, սա պիտի հավատքիցդ բխի, և հանկարծ ասма չկատարվի ես մարգարեական խոսքը, ասma, որովհետև ասma, այնպիսի գործ եմ անելու ձեր մեջ, այնպիսի պարզ գործ եմ անելու ձեր մեջ, մատչելի, հասկանալի, հասանելի բան եմ անելու ձեր մեջ, որ սա գայթակղություն է լինելու, սրան չեք կարանալու հավատակ, բա ոնց, բա քուրձու մոխիրը, բա չգիտեմ ինչերը, բա են մնացած բաները, ժողովուրդ ջան, երբ որ դու այս ամեն ինչը հավատքից եկած չես անում, ուղղակի անում ես, չմոտենաս, չդիպչես, համը չառնես, սա քեզ Քրիստոսին չի հեռացնելու, սա ուղղակի մի հատ կրոնական կյանք է, ուրեմն նայեք ժողովուրդ ջան, ես սրա մեջ գիտեք ինչ եմ տեսնում, ես ասելիքս ամփոփեմ և վերջացնեմ, երբ որ մենք Տեր Հիսուսի մեջ, այս ճանաչողության մեջ մենք հասկանում ենք Աստծու գործը, հավատում ենք և ընդունում ենք, սա մեր ինքնագնահատականը բարձրացնում է, հիմա ասեմ, ինքնագնահատականը դա այն ադամականը չեմ ասում, ժողովուրդ ջան, ադամական ինքնագնահատականը դա տանում է հպարտության, ամբարտավանության, ուղղակի Քրիստոսի մեջ դու երբ որ ճանաչում ես, դու արդեն հասկանում ես դու ով ես Քրիստոսի մեջ։ Միտք առնում եք ինչ եմ ասում, ժողովուրդ ջան, և Քրիստոսի մեջ եղած մարդը, Քրիստոսի մեջ ինքնագնահատականը բարձրացնող մարդը երբեք ու երբեք իր քրոջ և եղբոր վրա չի հպարտանում, չի ամբարտավանացում, հլը նայիտես ես ով եմ, դու ով ես, որովհետև ինքը գիտի, ինքը Քրիստոսի մեջ, եթե ես Քրիստոսի մեջ ինչ-որ մեկն եմ, իմ քույրը, իմ եղբայրն էլ է Քրիստոսի մեջ ինչ-որ մեկը։ Քրիստոսի մեջ ինքնագնահատականը բարձրացած մարդը նա երբեք ոչ էլ աշխարհիկ մարդկանց վրա է հպարտանում և ամբարտավանում, հապա ինքնագնահատականը, երբ որ Տիրոջ մեջ դու հասկանում ես, որ դու Քրիստոսով արդարացված, Քրիստոսով սրբացած, գիտեք ուզում եմ իմ բառերով ասեմ, էլի, դու Քրիստոսի սուրբն ես, դու Քրիստոսի արդարն ես, երբ որ դու սա հասկանում ես, դու ինչ ես անում, քո ամբողջ սլաքները ուղում ես դժոխք, ուղում ես սատանայի ուղությամբ, ոչ թե ուղում ես դեպի մարդ, հասկանալի է, երբ որ մեկը գգա իր ինքնագնահատականով կսկսի քեզ համոզել, ապացուցել, որ ինքը ինչ-որ իրանից մի բան է ներկայացնում քեզանից առավել է, ինքը Քրիստոսին չի ճանաչում։ Քրիստոսի մեջ ինքնագնահատական ունեցող մարդիկ, նրանք ուղղակի հասկանում եք ինքնագնահատականը որն է, ժողովուրդ ջան, ուղղակի ես գիտեմ ես ով եմ Քրիստոսի մեջ, որ ամբողջ դժոխքը իր դարպասները բացի, ամբողջ դժոխքը գային վրա, ես ուղղակի ասելու եմ, Հիսուսը ջախջախել է քո ողնաշարը, դու ուղղակի անզոր ես,
Եվ ինձ տվել է իշխանություն, որպես Աստծո որդի լինելու։ Այս սա է ինքնագնահատական, ժողովուրդ ջան։ Եվ նորից ասեմ, որ սխալ չհասկացվի, ինքնագնահատականը սա Ադամ բնության ինքնագնահատը, սա սարսափելի բան է, ժողովուրդ ջան։ Սա սարսափելի բան է, բայց երբ որ նորից եմ ասում, դու Քրիստոսի մեջ դու գիտես ուղղակի դու ով ես, դու քո սլակները ուղում ես դեպի դժոխք, ուղում ես դիվական աշխարհի վրա, դու կողքրտում ես դիվական աշխարհի վրա, եւ այդ մարգարեական խոսքերն ա կատարվում, որ ասում են շուտով, հա, սատանան շուտով դժոխքը ձեր ոտքերի տակ կլինի։ Այս շուտովը ես մտածում եմ դա մինչև ճանաչողության գազ հասնես Քրիստոս ճանաչողության, մինչև հասնենք հավատքի Քրիստոսի ճանաչողության, միաբանվենք Քրիստոսի հետ, հա? Քրիստոսի պատկերին կերպարալակից լինենք։ Ուրեմն թող Տերը օգնական լինի, ասելիքից բուն իմաստը սա է, ժողովուրդ ջան։ Ուրեմն մինչև Աստծո խոսքի տողատակերը մտնելը, հա, այդ խորությունները, այլաբանությունները, հա, մի հատ եկեք այն բուն ասելիքը հասկանանք, բուն ասելիքը, որովհետև սրա մեջ է, սրանից է սկսում, սա է ֆունդամենտը, հիմքը, հավատքը ստեղից է գալի։ Երբ որ մենք սա բաց թողենք, մենք կդառնանք ուղղակի աստվածաշնչյան գիտնականներ ու պրոֆեսորներ, բայց տակը բան չի լինի։ Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, Տերը օգնական լինի, ուղղակի գանք այդ ճանաչողության, թող Տերը օգնական լինի մեզի գանք այդ ճանաչողության, որ մեր Տիրոջ մեջ մեր ինքնագնահատականը բարձրանա, որ մենք կանգնենք ամբողջ դժոխքի վրա եւ խոսանք, ասենք, ով դու սատանա, դու իմ վրա չունես իշխանություն, եւ որտեղ որ ես կկանգնեմ, որտեղ որ ես կկանգնեմ, դա իմ ընտանիքի մեջ կլինի, դա իմ եկեղեցու մեջ կլինի, դա իմ շրջապատի մեջ կլինի, դու չունես իշխանություն, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի հոգին մեր մեջ է, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը իմ մեջ է, Տեր Հիսուսի այրունը, մարմինն ու այրունը իմ մեջ է, էլ բան մնա, ժողովուրդ ջան, հա?